Ողջույն ձեզ, քույրեր եւ եղբայրներ։ Այսօր մենք տեսնում ենք Հայաստանում մի իրավիճակ, որը որ ճիշտ ասած ոչ թե դուրեկան չի։ Ես զարմացած եմ, որ մենք հայերս, որոնք երդվում են, որ ունեն 5000 տարի պատմություն, նման կեղտոտ իշխանություն ենք ընտրել եւ նման կեղտոտ իրավիճակ է Հայաստանի Հանրապետությունում, երբևիցե այդպիսի իրավիճակ չի եղել։ Երբևիցե մեր պատմության ընթացքում ես պատմաբան չեմ, բայց այն ինչ որ ես սովորել եմ, տեսել եմ, մեր պատմության մեջ մեզ ներկայացվել է, դա եղել է թասիբ, դա եղել է մեկը մեկի մեջքին կանգնել, դա եղել է մեկս մեկի համար պատրաստություն, որ կյանք տանք։ Ես զինվորական եմ եղել, 30 տարուց ավել ծառայել եմ հայրենիքին։ Մտել եմ քաղաքականության մեջ, որտեղ գտել եմ, որ եկել է ժամանակը, որ ես նորից գամ ծառայության, բայց այս անգամ որպես քաղաքական գործիչ։ Ես չեմ գալի աշխատելու, ես գալիս եմ նորից ծառայել եւ իմ հետ եկողները համայնքական ճակատ շարժման անդամները, համայնքական ճակատ կուսակցության անդամները մեծամասնությամբ զինվորականներ են։ Մենք մեզանից շատերը տարիներ են անցկացրել խրամատում։ Մեզանից շատերը գիտեն հայրենիքը ինչ է։ Մենք ուրիշ ձև ենք վերաբերվում հայրենիքին։ Քան այդ թափթփուկները, որ այսօր նստած են այդտեղ, եւ ոնց որ ասեց մեր կուսակցության նախագահան, նեգոդնիկների հավաքածու, որոնք հիվանդ երեխաներին այսօր տանում են բանակ, բայց նույն հիվանդություններից ավելի մեղմ վիճակում իրենք այդ բանակից ազատվել են ժամանակին։ Դե ոնց են ազատվել, Աստված իրանց հետ։ Բարակ, ես նայում եմ մեր մամուլը։ Ամեն օր ձերբակալումներ։ Բայց մեջները հանցագործ չկա։ Չկան են մարդիկ, որոնք սպանում են փողոցում, որոնք կրակում են փողոցում։ Չկան են մարդիկ, որոնք գիտեք իրոք հանցագործ են։ Բաքվում դատում են մեր գերիներին, Հայաստանում դատում են մեր հայրենասերերին։ Դուք պատկերացնում եք ինչ է կատարում։ Երկու պետություն ընկել է հայ ժողովրդի հետևից ու երկու պետություն իրար մեջ բաշխում են մեր բանտերը, թե ով ինչքան մարդ կնստեցնի իրենց բանտերում։ Ես զարմացած եմ այդ քննիչների վրա։ Ու միանում եմ այդ փաստաբանի կարծիքին։ Ով որ մտածում է, որ տուն պահելու համար կարա հրաման կատարի եւ գնա մյուս հային կալանավորի, կներեք, պատիժը իր հանդեպ ախուսափել է, մենք ցուցակներ ունենք։ Տրիբունալը իրանց մասին էստեղ որոշումը կայացրել է։ Ոչ միայն երկրի դավաճանների, որ հողեր են հանձնում, այդ թվում ձեր մասին։ Ու կարծում եմ դուք շուտով կզգաք։ Ես տեղյակ չեմ ինչ են որոշել, ինչ չեն ասել, որտեղ այս անգամ այդ որոշումը գաղտնի է։ Ինչ եք անում դուք։ Ձեր աշխատանքի, այդ թվում ձեր աշխատանքի շնորհիվ, որ հայրենասերերին դուք կալանավորում եք, դրանով եք դուք թույլ տալիս, որ սահմանը քիչ մոտենում է ձեր տներին։ Մեր երկիրը փոքրանում է։ Մեզ համոզում են, որ մեր երկիրը այդքան փոքրիկ է եղել։ Ու դուք եք դա անում։ Դուք այդ քննիչները, որոնք կորցրել են իրենց պատիվը։ Ես գիտեմ, նորից եմ ասում, մեծամասնությունը պատվով տղեկ են, թե դատախազները, թե քննիչները, թե դատավորները։ Բայց գիտեք են
փչացած ոչիլի նման, որ մի հատ ոչիլ մտնում է միտեղ, ամեն ինչը փչացնում է։ Մենք ամեն ինչ պետք է անենք, որ այդ քննիչներին պատժենք մաքսիմալ ձևով, որ ապագա իշխանությունը չկարողանա նման քայլեր անի։ Մենք այսօր ազգովի մեղավոր ենք, գիտեք, որ սրանք են մեր երկրի ղեկավարը, որ կզզած մանա գալիս աղ աշխարհում, որ հարևան պետության նախագահի քամակից դուրս չի գալի։ Ես շատ լավ եմ վերաբերվում եւ նախանձով եմ նայում այն երկրների ղեկավարներին, որոնք փասիբ ունեն։ Այստեղ չեմ հասկանում։ 15 միլիարդի մոտ, 14 միլիարդի մոտ, չգիտեմ արդեն ինչքան է, պարտք ունենք։ Ես խնդրում եմ, հայեր, բացեք ձեր պատուհանը ու նայեք ուղղակի պատուհանից դուրս։ Դուք այդ 14 միլիարդը տեսնում եք։ Խնդրում եմ նայեք, ձեր ամեներեք կյանքում գնում եք խանութ, կարակ եք առնում, պանիր եք առնում, տրանսպորտ եք նստում։ Ես խնդրում եմ հարց տակ, այդ 14 միլիարդ ուրը, սրանք մնացին, այդ 14 միլիարդը դառնալու է 20 միլիարդ։ Ու մենք երազանքով ենք հիշելու այս 14 միլիարդի պարտքը։ Դուք գիտեք ինչ է, այդպես անվերջ տալու են, մեզանից պահանջելու են մեր ընդերքը, ոնց որ պահանջեցին խախովներից, ուկրայնացիներից, թողներեն ինձ, ուկրայնացիք, ժողովրդական լեզվով ասեցի։ Ոնց որ պահանջում են մյուս ազգերից, որոնք նմանատիպ պարտքեր են վերցնում։ Գալու են ասեն, որ այս տուն էլ քոնը չի։ Սուս մնացինք, ոչինչ չարեցինք, սրանք մնացին իշխանության, Արցախը հանձնեցին, ասում են արցախցիները Երևանում կապրեն։ Գիտեք, ես տեսել եմ իմ պապերը, ոնց էին մխկտում, չնայած շատ լավ տեղավորվել էին Հայաստանում, ոնց էին մխկտում իրենց այդ գյուղի տան համար, որը թողել էին Թուրքիայում։ Նույնը սպասում է այսօրվա արցախցիներին։ Ոչ մի բան չեն արել դրանք։ Ժորժ ջան, ասեք մի բան, ասեք ինչ են արել։ Ասեք 14 միլիարդ դոլար փող են գնացել պարտվերցրել։ Ինչ են արել, մի բան ասեք, մի բառ ասեք։ Խոսում էին հիների կոռուպցիայի մասին։ Տո նրանք խելոք կարան անկյունում կանգնեն ծխեն, ի համեմատ սրանց։ Իմ տեղեկություններով մարդիկ կան, որ Թուրքիայում զավոդ են առել, շուտով կտանք դրանց անունները։ Իմ տեղեկություններով մարդիկ կան, որ Դուբայում կվարտիրաներ են առել, շուտով կտանք դրանց անունները, ու սա քպեական են։ Անձնագրեր ունեն։ Որտեվ գիտեն իրանց վերջը գալիս է։ Դուք քննիչները ինչի մասն եք մտածում։ Դուք ուր եք գնալու այդ տղա։ Նրանք փող են գողացել։ Մեշոկով են տարել։ Մենք փաստերը կտանք, ժամանակը կգա, այդ ամեն ինչը փաստերով կտանք։ 2.5 միլիոն ժողովրդի վրա հազարատ դատախազ է աշխատում։ 2.5 միլիոն ժողովրդի վրա այդքան քննիչներ են աշխատում։ Բայց հանցագործությունը չի դադարում։ Փողոցներում կրակում են, գիտեք, 30-ական թվականների Չիկագոն հանգստանում է։ Մենք պայքարելու ենք, մենք սահմանելու ենք կարգ ու կանոն, ու լինելու է այդ կարգ ու կանոնը զինվորական ձեռքով։ Զինվորական ձեռքով, մի հայացքից, եթե պետք եղավ հանցագործը լցնելու է տակը։ Մենք կառուցելու ենք երկիր, որը որ ենթարկվելու է հետևալ կոչին, վասն հայրենաց, ուժ, զարգացում, արդարություն, ուժ ժողովրդին պաշտպանելու համար, միայն ու միայն, ու դրա մեջ մտնում են բոլոր ուժային ծառայությունները եւ կառույցները։
Պաշտպանության նախարարության գլխավորությամբ։ Զարգացում, որ պատոհանից դուք նայեք դուրս եւ փոփոխություն տեսնեք։ Տեսնեք, որ ձեր քաղաքը, ձեր տանդեմը, ձեր դիմացը ծաղկում է, որ մտնեք խանութ, տեսնեք վերջապես ինչ որ բան էժանանում է։ Նստեք տրանսպորտ, թոշակառուները լինեն անվճար, երեխաները լինեն անվճար դպրոցականները նստեն։ Մնացածն էլ գումարներ մուծեն, բայց 3 անգամ այսօրվա այդ մուծումներից ցածր։ Դեկլարացիա հասկացողությունը վերացնել մեր ժողովրդից։ Ֆիզիկական անձը չպետք է մուծի հարկ։ 2.5 միլիոն ժողովրդի, ասենք մի 500,000 աշխատող ունենք։ Դրանց հարկը ինչ է։ Ինչի պետք է վերցնենք։ Մարդը սաղ կյանքը պետք է աշխատի ու պատվով ապրի։ Այն վերջի տարիները չամադանը վերցնի եւ աշխարհով ֆռա, այ մենք դրան պետք է հասնենք, մեր պապերը այդքան շատ չեն, բայց այն վերջի պահին էլ պետք է ուրախ անցկացնեն, այ մենք դրան պետք է հասնենք, մենք կովկասյան հայ ժողովուրդ ենք, բերելու ենք նրան, որ արդարություն լինի, որ ամբողջ օրը չնայեք մամուլը եւ տեսակ, այս տերտերին ձերբակալինք սրան, ձերբակալինք նրան, ձերբակալինք սրան, փողոցն կրակեցին, մեկի տանդեմը կրակեցին, իրար խփեցին, սպանեցին, ռազմորկեք, չգիտեմ ինչեր, դադարի դա ամեն ինչ։ Դա մեր ոճը չի։ Հայ-հային չպետք է խփի, հայ վրա ձեռք չպետք է բարձրացնի, այդ դրան ենք հասնել։ Մենք պայքարելու ենք, որտեղ ազգեր, որոնք ընկնում են ճակատամարտում, նորից բարձրանում են, բայց ազգեր, ովքեր հանձնվում են, վերանում են։ Շնորհակալություն։